Դավա երևում ենք։ Հենց միականից բարև ասենք։ Հա, կարանք սենց ասենք։ Բարլուս։ Բարև ասենք։ Ինչ ենք անում։ Այսօր ինչ են քֆուր տալի այդքան սոցիալական կայքերով։ Որ դարել է նորմալ քֆուր տալը, էլի։ Հայհոյանքի այս չափաբաժինը որ կա սոցցանցերում, մեդիայում, արդեն տներում, սա անթույլատրելի, անընդունելի բան է եւ սա նոր բան է, որովհետեւ բոլորս գիտենք, որ առաջներում հրապարակային խոսքում հայհոյանքը բացառված էր։ Այսինքն, եթե անկեղծ լինեմ, Արսեն ջան, ես հայհոյախոս մարդ եմ։ Հասկանում ես, բայց հրապարակային հայհոյանքը որևէ պարագայում ընդունելի չի։ Թուփակա հայհոյանքային sense բան է, էլի որ։ Գիտես, լեզվական հարց կա, որովհետև լեզուներ կան, որ գուցե հայհոյանքը հնչում է այդ լեզվով։ Անգլերեն են։ Օրինակ, հա, ռեպում, չէ՞, հա, կամ գուցե մեր ականջն է սովորել դրան, չգիտեմ։ Բայց հիմա ինչ էսի անում է, որ մեր ականջը սովորի սկսենք տենց։ Գիտես, սա նախապատմություն ունի, արս։ Գիտես որտեղից սկսեց։ Գերավոր խոսքից։ Սրանից 17-18 տարի առաջ սեռական բնույթի հայհոյանքը սկսեցին վեպերում այսպես կոչված, բանաստեղծություններում այսպես կոչված օգտագործել։ Հետո քիչ եկավ հասավ մինչև այս պահը։ Չգիտեմ, դու ինչի են հայհոյում, ինչ ես կարծում, դա ինչ որ չեմ անում, բայց շատ է հայհոյում։ Անպատժելիությունը կապ ունի դրա հետ ասում։ Ասում հա, դեռ կապ ունի, որովհետև հայհոյում են ու պատիժ չկա դրան։ Այսինքն դա նորմալ է։ Հայկական մանավանդ TikTok մտնում ես, սա հայհոյանք է։ Այսինքն են փողոցային ինչ որ փոքր ժամանակ կռիվներ էին կանում, չէ, հայհոյում իրար ինչ ասես ասում։ Հիմա էդի դառնա արդեն էդի բերել են TikTok, որ բոլորն են տեսնում, այսինքն 13 տարեկան երեխան են մտնում այդ հայհոյանքը տենում արդեն փոքր ժամանակվանից ոնց որ սովորում է այդ բառերը։ Այսինքն իր համար հետո նորմալ է դառնալու էդի։ Չէ, ինչը լսում ես դու ականջի։ Շատ ճիշտ ես ասում։ Նորմալ է դառնալու։ Գիտես ինչ եղավ, ինչ որ մի ժամանակ եկավ, որ այդ հայհոյանք պարունակող կոնտենտը, քաղաքական, չգիտեմ, բլոգերներ եւ այլն, մարդիկ սկսեցին տանը ընտանիքով նստած նայել։ Ու գիտես սա որ մարդիկ են, որ 20 տարի առաջ երբ որ Բլանկոյի այրի սերիալում հորեղբայր Դիեգոն ու Ալիսյան համբուրվում էին, երեխաներին ուղարկում էին ջուր բերելու։ Գազը թե սանջակացա, թե չէ, բան մոռացել նրան։ Այս նույն մարդիկ, այսօր ընտանիքով տատիկը, պապիկը, հարսը, տղան եւ 3 թոռները նստած դիտում են մի բան, որտեղ հնչում է խայտարակ սեռական բնույթի հայհոյանք։ Ասում են, էսի ուրիշ է։ Հա, սա ինչն է ուրիշ։ Հայհոյանքը չեմ հասկանում, ինչն է ուրիշ, որ ասում են, էսի մի տեսակ քաղցր է, հայհոյումը ո՞րն է։ Ես Քաղցրը ո՞րն է, այդ չեմ հասկանում։ Գիտես, ես քեզ մի հետաքրքիր պատմություն պատմեմ, թե ինչպես ես փախա Facebook-ից։ Ժամանակին Facebook-ում շատ ակտիվ էի, մի օր ուրեմն պատահաբար թերթելուց մի վերնագիր կարդացի, որ Եղեգնաձորում թե որտեղ Հայաստանում արջը մտել էր գյուղացու բակ եւ վնասել էր մեղվա ընտանիքներ եւ չգիտեմ կենցականերս հիմա պետք է ասես արջը մտել էր բակ ու հայոյում։ Հարբած արջը ի վերջո սովորական լուր առօրյական, չգիտեմ ինչ աչքս ընկա, որ այդ լուրի տակ կարծեմ 300 քանի բան կար, մեկնաբանություն, կոմենտ։ Կոմենտ են։ Զարմացա, որտեղ նման բաներ լինում է քաղաքական, չգիտեմ, սուր բաների, որոշեցի նայեմ եւ ինչ է։ Ուրեմն մեկը գրել էր, որ արջերը մտել են գյուղ, որովհետեւ դուք իրանց բնական միջավայրը ոչնչացրել եք, անտառը։ Այն մյուսը գրել էր, որ դրա համար պետք է գյուղացուն տալ որսորդական հրացան, գյուղացիներին տալ բաժանել որսորդական հրացան։ Այն մեկը գրել էր, որ ոնց թե այդ արջը ձակ ունի, եկել է իր ձակի համար ուտելիք տանի։ Այն մյուսը գրել էր, որ դու գյուղացու երեխուն համեմատում ես արջի ձակի հետ, մի խոսքով մի 15 մեկնաբանություն ներքև, արդեն հասել է ես քո մերը, ես քո հերը, ես քո համարդ գրի, ես այս տեսնելով ասի ես գնացի այստեղից, որտեղ սա
Սա նորմալ միջավայր չի։ Դե հա։ Եվ ատելության, առհասարակ ատելության խոսքը, հայհոյանքը, չգիտեմ, շատ չմտավ Արսեն մեր կենցաղ։ Շատ մտա։ Կոմենտ գրելը վատ։ Ընդ որում վատ ոչ թե կարծիք։ Չէ, հիմա կպնում են, մարդուն են կպնում։ հա։ Ու fake edge-ը շատը։ Շատը fake edge։ Ասենք կարող է հենց այս fake edge-երի հնարավորությունը թույլ տվեց մարդկանց Ավելի այնց ընդարձակվել։ կամ միշտ այդպեսին են եղել ուղղակի fake edge չկար։ fake չկար, հա, որովհետև եթե տարիներ առաջ, 20 տարի առաջ մեկին հայոյեիր, դու գիտեիր, որ դրա համար պատասխան է լինելու, ասենք Հայաստանում, չէ՞, ամենակիչը քարով կարող է տան գլխիդ, իսկ հիմա շատ դժվար է այդ fake անունի տակ մարդուն գտնել եւ պատժել։ Դե հիմա sense բան էլ կա, այն անգամ կարդացի, որ Facebook-ը Meta-ն, այսինքն ասում է, որ արդեն պետքա պասպորտներ կամ ID-ով կարողանաս գրանցվել։ Էդի գոնե մի քիչ ինչ որ խաղի կանոնները կփոխի, այսինքն fake edge-երը ինչ որ չափով կվերանան։ Գիտես ինչ, գուցե գրանցվելը այո, բայց թե դու ինչպես կներկայանաս մյուսներին էլեկտորատին, ինձ թվում է Facebook-ը էլի քեզ հնարավորություն տալու է։ Զգանոց գրես։ Չէ, գիտես ինչ նկատի ունեմ, գուցե իրենց մոտ պիտի դա անես։ Այսինքն ես գրանցվելուց պիտի ասեմ, որ ես Դավիթ Ասատրյանն եմ եւ այլն, բայց թե ինչպես դու իմ edge-ը կտեսնես, ինձ հնարավորություն կտա դժվար։ Որտեվ հիմա ոնց են կապուտ նշանը որ դնում ես, անպայման պետք է լինի անուն ազգանունդ։ Այո։ ID verification-ը անցնում։ Այսինքն երևի տենց կլինի, որ անուն ազգանունդ պարտադիր կլինի։ Ու nickname, բայց անուն ազգանունդ կլինի։ Հետո նկատել ես այս քաղաքական ցողուբոհի մեջ այս հայոյանքը ավելի է շատանում։ Եվ զարմանալիորեն քաղաքական դաշտում եթե հայհոյում են, օրինակ ֆուտբոլի դաշտում ինչի՞ պիտի չհայհոյեն Արսեն, ինձ կարաս բացատրես։ Այդտենց բոլոր տեղերն պետք է հայհոյեն։ Եթե տենց խոսանք, հա, չէ, նկատի ունեմ վերևից ներքև է, չէ՞, ոնց որ էս ամեն ինչ։ Գիտես, լեզվին անդրադառնալով, լեզուն առաջին հերթին մտածողություն է, աշխարհընկալում է, հասկանում ես։ Հիմա պատկերացրու, այսպեսի հետաքրքիր բան պատկերացնենք, որ մենք շարունակեինք խոսել գրապարով։ Հայերս, պահպանվեր գրապար լեզուն։ Ինչ ես կարծում, Արսեն, Որոգայթի հովոն սերիալում կասեր ես պրծարա գնացեք ստեից, ինչպես որ ասում, հա, եւ օրինակ գրապարով կասեր երթայքի խաղաղության նույն կոնտեքստը կնկարվեր, այսինքն եկանք են մտքին որ լեզուն մտածողություն է եւ երևի շատ կարեւոր, հա։ Իդեպ Սովետ միության մեջ մենք հայերս մյուս հանրապետություններից մեծամասնությունից ռուսներ, բելարուսներ, չգիտեմ ուկրաինացիներ երկու բանով ենք տարբերվել։ Առաջին մեզ մոտ չեն եղել սթափարաններ։ Այսինքն ոնց էր Ռուսաստանում փողոցում հարբած էին գտնում էին, տանում էին մի երկու օր պահում էին, խելքեր գալիս։ Հա, գնում էր տուն, սթափվում էր գժուկը։ Եվ կանանց եւ ընդհանուր հրապարակային հայհոյանքը մեզ մոտ այդպիսի բան չի եղել։ Չի եղել, որտեվ կարիքը չենք ունեցել։ Գիտես, դաստիարակության հարց կար։ Հետո այդ մեծի ապտակը ոնց որ թե վերացավ հա մեր մեջից։ Չգիտեմ, որտեվ առաջներում պարտադիր չէր որ քո արած վատ բանը միայն հայրդ կամ հորեղբայրդ տեսնեին, որ դու պատասխանատվության ենթարկվեիր։ Կողքի, բակի, շենքի 4-րդ հարգի այսինչ ձյաձան կարող շատ խիստ մեծեր էլ են, մեր ասած մեծերը։ Կարային խրատ տային քեզ մի բան աներ, գալի ջղայնանում էին վրա։ Այսինքն դրսի դաստիարակություն դու դուրսն էլ էիր դաստիարակվում։ Ոչ միայն տանը, որտեղ տնից դուրս էիր գալի, ընկնում էր դուրսը, ընդեղ էլ կար ինչ որ օրենքներ, մեծերին հարգել, մեծերը գալի էլի հետդ խոսում էին, ինչ որ քեզ ուղղության վրա են դնում ճիշտ ու սխալ, հիմա չկա։ Երիտասարդները մեծերի ներկայությամբ վատ բառեր չէին օգտագործում։ Մեծերը
երիտասարդների երեխեքի ներկայացան վատ բառեր չէին օգտագործում։ Մեծ սա խառնվել է իրար։ Հիմա հետո մի ուրիշ տենդենս էլ կա, ասեն նկատել ես, օրինակ հումորային շոուները որ կան, թոք շոուներ կամ չգիտեմ բեմական տարբերակով ստենդափեր, չգիտեմ ինչ, իբր թե չեն հայհոյում, այսինքն սեռական բնույթի հայհոյանքը որպես այդպեսին չի հնչում։ Մտքում։ Այնպես է սարքված, որ ոչ մի տարբերություն չկա։ Դու դա ասել ես, թե նկատել ես այդ։ Հա։ Կարող է դեմի տար ասեն։ Ես քու տենց գնացին առաջին շուրը։ Նույնը չի։ Նույնն է։ Ասում է շարունակությունը, ասում է դու ասա։ Հա։ Այդպես ինչ որ մի բան է։ Չգիտեմ, Այդպես մի հատ անեկդոտ կար էլի, որ թութակը տենց հայհոյանք էր տալի, հիշեք, հարևանին, հարևանը գնում ասում է, թութակի ասում է ամեն առավոտ գալիս եմ ասում եմ, բայց հետո ինչ ասես ասում է, բան, շուտ սրա խրատատալի բանման, ասում է չասես էլ ես մարդուն հայհոյանք, բան։ Հենց մի օր դուրս է գալի, մեկ էլ ասում է Վազգեն, ասում է, հա, դե դու հասկացար։ Սա այդ նույն բանն է։ հա։ Չգիտեմ, ինչ որ շատ կարևոր բան փոխվեց այս վերջին տարիներին, ես որ խոսում եմ ընկերներիս հետ, դե վերջին տարիների ամենամեծ կորուստը, որ ունեցել ենք, բոլորիս համար երևի թե նույնն Արցախի կորուստն է, բայց դրան զուգահեռ իմ համար սարսափելի մեծ կորուստ է այդ, որ մեր հրապարակային խոսքը լցվեց սեռական բնույթի հայհոյանքներով։ Եվ սա մի շատ, ասեմ քեզ, տպավորություն կա, որ ինչպես հեշտ մտավ, այդպես հեշտ դուրս է գալու, ոչ, դա վարակի պես մի բան է, որ շատ հեշտ մտնում է քո օրգանիզմ եւ դուրս չի գալիս կամ շատ դժվարությամբ է դուրս գալիս։ Չգիտեմ, դե ասեն շարունակվեց ինձ թվում է դա ավելի շատանալու, որովհետեւ մարդկանց ականջը սովորում է, դառնում է սովորական բառ, ու իրանք էլ արդեն կարող հայհոյեն փոքր երեխուց բռնած հայհոյանքներով արդեն մեծանում են, ու նորմալ է։ Որտեվ ինչ որ տնեցիկ միացած լսում են, հայհոյանք են լսում, երեխեն ինքնըստինքյան հա լսում է դա։ Իսկ մեր ժամանակ մի հատ հայհոյանք դու չէր լսի։ Այսինքն դա շատ ահավոր վատ բան էր, դա ահավոր վատ բան էր։ Դրանից վատ բան չկար այն ժամանակին։ Հայհոյանքից։ Չէ, ինչ որ բան շատ վատ փոխվեց։ Ասեն Մակրոնը եւ մի շարք արևմտյան երկրների առաջնորդներ Հայաստանում էին տեսած, չէ՞, այդ ինչպես վազում էին։ Հա, Մակրոնը վազում էր։ Բայց միջև այդ Երևանում եւս մի շատ մեծ միջոցառման երևույթ կայացավ։ Կհիշես ինչն էր։ Այս վերջերը։ Հա, միջև այդ պատմությունը։ Չես հիշի։ Ներկված էշի պատմություն։ Զեբր։ Ես ասեմ անգամ մի քանի օր առաջ ստեղի լուրերով ցույց տվեցին։ Ինչ է սա Ամերիկա լուրերով, հենց անգլերենով ցույց տվեցին, որ Հայաստանում ինչ որ մի հատ էշ զեբրի տեղ խառնել են բան։ Ինչ էին ասում, բացական բաներ էին ասում։ Չէ, ուղղակի տենց հումորային ներկայացեցին, որ զեբր չի եղել, այլ ոնց է դրան նայում, ասում նորմալ է դա։ Հիմա այնտեղ ասում են, որ դուք ինչ որ էշին չգիտեմ, իրան բանի տեղ չեք դրել, իրա ինքնա արժանապատվությունը ես լսել եմ։ Արժանապատվությանն եք տվել, բան։ Ինչ չի թվում, որ էշը տենց արժանապատվության բան ուներ, էլի, որ ինչ որ իրան տեսել ասել, այս ինչ են արել իմ հետ, բան, տենց նեղվել է։ Չէ, գիտես։ Իսկ եթե ներկը նորմալ, բնական, օրգանիկ, հատուկ, որ մաշկին վնաս չի, հա, էշին վնաս չի ներկել, դա նորմալ է, որովհետև սենց ասեմ, Ամերիկայում էլ կա, Եվրոպայում էլ կա, հատուկ տեղեր կա, որ շները տանում են, վագր են ներքում, պանդա են ներքում, բանը տենց հանում ման են։ Իսկ դա իրանց արժանապատվությունը չի վիրավորում։ Իրանց պիտի ասեմ, որ այ դուք կպակ շան արժան, չեք, շանը սարքեք կատու, չգիտեմ, վագ։ Գիտես, էշի արժանապատվություն մի հետաքրքիր մեր իրականությունը ներկայացնող արտահայտություն կարա դառնա, էշի արժանապատվություն։ Սաղ թողել էշին են գտել։ Հա, չէ, գիտես, սա ծայրահեղություններն է։ Նորմալ ոչ մի նորմալ մարդ, որ գիտես, ինչ որ հակումներ չունի, բացասական հակումներ, չգիտեմ, տանջելու, եսի ինչ անելու, չի կարա նորմալ վերաբերվի կենթանուն
տանջելուն, ասեմ, Դե չգիտեմ, հաստատ է, վերջերս դեպք կար, ինչ որ մեկը շանը կապել էր մեքենայից, քաշեր տվել, մարդկային բան։ հա, ոչ մի նորմալ մարդ դա չի կարող ընդունել։ Բայց երբ խոսքը գնում է էշի արժանապատվության մասին, սա արդեն ծայրահեղությունն է, որովհետև եթե էշի զեբրի տեսքով ներկելը ընդունենք որպես արժանապատվության ոտնահարում, Արսեն, ինչ ես կարծում։ Եթե գյուղացին, ինչ որ X գյուղացի, X գյուղից անուններ չտան, իր կովին երիտասարդ ընդ որում Էրինջ էին ասում, երիտասարդ, նոր կյանք մտնող կովին, պարանով կապած, ստանում է կողքի գյուղ, եւ այնտեղ ցլի հետ բան են անում, որպեսզի սերունդ ստանան։ Սա արդյոք սեռական թրաֆիկինգ չի, կովինը նկատում, ասենք կովերի սեռական շահագործում։ Հա, սեռական շահագործումը փող աշխատի։ Հա, ընդ որում Թրաֆիկինգ է։ ընդ որում, եթե ես չգիտեմ կովերի մոտ չափահասությունը ոնց է որոշվում։ Հա, էլի։ Բայց կարող կովը չի ուզում։ Հա, ընդ որում կարող ցուրն էլ չի ուզում, Զորո, հա, այն որ։ բայց եթե էշի արժանապատվություն կա, ինձ թվում է պետք է իհարկե ցլի էլ կովի էլ եւ մնացած բոլոր կենթանիների արժանապատվության հարց կա, էլի։ Ասեք շատ չենք սկսել իրար անտեղի վիրավորել, անիմաստ բաների վրա, էշին ներկելա, այնտեղ իրար հայհոյում են, հա, ինչա կատարվում, ատելության բան կա էլի մեր մեջ, ինչ որ sense բան է սերմանվել, ինչ որ ատելության մթնոլորտ է, ինչ որ ատելով, կապ չունի էլի, լավ անես, մի բան վատ անես, միշտ գտնվում են այն մարդիկ, որ այդ քո անգամ լավ արածը Նենց են իրանք ֆրստում իր մտքում ու արտահայտում կոմենտի միջոցով, ասում ես լավ, ինչի էլի։ Մարդը լավ բան է արել։ Իրոք հետաքրքիր բան ես ասում, եւ կան կոմենտ գրողներ, որ այնպես են գրում, որ երբ ուզենան աչ թեքեն, երբ ուզենան զգացել ես այդ բանը։ Իդեպ դա խորհրդային շրջանում մի այդպիսի բան կա, ասում է, ես մեկի մասին խոսում է, ասենք իրենց հարևանի մասին, ասում է շատ լավ մարդ է, շատ դաստիարակված ընտանիքի մարդ է, բայց ասում է լավ չեմ հիշում, մի 10 տարի առաջ ինքն էր վերարկու գողացել, թե իրա վերարկուն էին գողացել։ Այսինքն այդ գողի եւ մարդը, որից գողացել են, բերում հավասարեցնում է իրար քո գլխի մեջ։ Չգիտեմ, հիմա այսպես բանը կա, տղեկն էլ են կոմենտ գրում։ Հա։ Այսինքն էդի որտեղից եկա, որ տենց ինչ որ տղամարդը նստի ու կոմենտ գրի։ Հələ աղջիկերքին բան կհասկանամ, իրանք միշտ էլ տենց ինչ որ խոսացել են, հա, բամբասկոտ են աղջիկները, բայց հիմա տղեկը անցել են, այսինքն կոմենտ են սկսել գրելը։ Հիմա քեզ կհոշոտ են կոմենտներում սեքսիզմի համար, որ ասում աղջիկների դեպքում դա նորմալ է։ Ճիշտ ես ասում, մի շատ կարևոր բան կա այստեղ։ Նորմալ է որ կոմենտ են գրում, շատ նորմալ է։ Եվ շատ նորմալ է որ բացական են գրում, ասենք ինձ դուր չի գալի քո կոնտենտը, չէ՞։ Ես քո կոնտենտը ընկավ իմ աչքին, ես մի անգամ կարող եմ վատ բան գրեմ, երկրորդ, երրորդ անգամ ես ուղղակի քո edge-ը բլոկ եմ անում, որ քո կոնտենտը էլ չտեսնեմ։ Էլ չտեսնեմ։ Բայց եթե մտնում ես, տեսնում ես, որ դու օրինակ ունես 75 հրապարակում, 75-ի տակ էլ նույն մարդը մտել, 75 անգամ ասում է, որ դու ես ինչ վատն ես, ես ինչ, չգիտեմ, հա, արդեն ես մարդու ուղեղի հետ որում խնդիր կա։ Հասկանում ես, այն որ բանը, չէ, անընդհատ նույն փոცხի վրա չի կարող կանգնել, չէ։ Չեն էլ այդ մարդիկ ինչ ձև են, դժբախտ են մեջից։ Կարող է ինքնահարտահայտման խնդիրը, վստահության խնդիրը, ինքնահարտահայտման, ինչ որ մի բան կա իրանց մեջ, որ տենց հա գրում մոտեցության։ Կարող առաջ զբաղված էին դրա համար այդ խնդիրը, չգիտեմ։ Հիմա պարապեն։ Դե գիտես ինչա, առաջ մարդիկ աշխատանքից հետո գնում էին խալ էին լվանում, բուրդ էին չփխում, չգիտեմ ինչ էին անում։ Հա։ Հիմա մարդիկ էլ չեն էլ շփվում իրար հետ։
ֆիզիկական շփում գոյություն չունի։ Վակում նարդին խաղում։ Հա, մեծերը բլոտ, չգիտեմ ինչ։ Մեր չկա, դրանք են ավելացել։ Ինչ որ կարող է բայց այս ամեն ինչը նորմալ է, ուղղակի նոր աշխարհակարգ է գալի, նորս on-line սերունդն է, կարող է նորմալ է, ուղղակի մենք ենք ցավոտան, կարող է ծերացել ենք արծը։ Կարող է, երբ պետք է սկսենք հայոյել էլ։ Ջահել։ Դա տենց միտք կար, չէ։ Տենց այդ հայոյանքը նորմալ բան է մեկը։ Ասում մեծերն ասում էին մեր ժամանակ անձրևը ավելի թաց էր։ Հիմա կարող է այդ բանի թակարդի մեջ ենք ընկել։ Տենց տնենք նորմալ է հայոյանքը միանանք իրանց։ Ինչ չի թվում որ հայոյանքը ինչքան էլ զարգանա այս աշխարհը, որ այդ հայոյանքը կարելի է ընդունել որպես նորմալ բան։ Դա մի Ամեն ուրիշ ինչ կարելի է ընդունել, բայց ոչ հայոյանք։ մի ուրիշ կողմից փորձեն գանք։ Իսկ որ սկսենք բոլորս հայոյել ու դառնա լրիվ նորմալ։ Ինչ կփոխվի, ինչն է դրա վատը։ Չէ՞ որ մարդկությունը գնում է մի հատ ճանապարհով, որ էմոցիաներ, սկզբունքներ վերանում են այդպես բաները։ Դե հիմա էլ էլ սկսենք հայոյել սաղած, այդ քո ասած սկզբունքներ, էմոցիաներ կդառնա 0։ Այսինքն քո խոսքը ուժը չի ունենա։ Անկամ մեկին ուզենաց իրան հայոյես, էլ արդեն դա նորմալ բան է ալնել։ Ինձ հայոյես, ասի լավ բան, սա ուրա հայում ունեն։ Իդեպս 18 թվականի հեղափոխություն, հեղաշրջում, չգիտեմ ոնց է ճիշտ է քաղաքականապես։ Դրա սկզբից սկսեց ինչ որ հայոյանքը, հիշում ես ինչ որ կանայք էին սեռական բնույթի հայոյանքներ տալիս։ Ինչ-որ այդ ժամանակվանից սկսեց ամեն ինչը։ Այդ ժամանակվանից սկսեց։ Որտեվ ես հիշում եմ օրինակ Սերժ Սարգսյանի ժամանակ մի երկու դեպք եղավ, որ սոցցանցերում հայոյեցին հանրապետության նախագահին։ Չգիտեմ հիշում ես այդ բաները, տեսանյութերը, որ վիրուսային տարածվեցին եւ երկու հաջորդ օրը նույն մարդիկ հրապարակեցին իրենց որ ներողություն են խնդրում, հիշում ես, չէ՞։ Ու կարծեմ Եվրոպայից են ինչ։ Հա։ Դե parza չէ ոնց ա եղել այդ ամը, բոլորիս համար parza։ Գնացը բռնել են, ասել են։ Հա, դե բռնել են, մենակ բռնել են, թե ուրիշ բաներ են արել, չգիտենք, հա։ Բայց դեպը ստիպել են։ կարող է ճիշտը դա էր, Արսեն։ Ինչ թվում է ճիշտ է դա։ Իսկ հիմա որ դեմոկրատները քեզ քարգոցեն, դրանց գնաես։ Դե հենց այդ է։ Բա ոնց անես, որ ճիշտ ուղղությունը գտնես։ Այսինքն մեկը մարդ պետքա մի քիչ վախ ունենա։ Հա։ Եթե մարդ վախ չունեցավ, ուրեմն այդ չի ստացվելու ոչ մի բան։ Մարդկությունը անվախ եղավ։ Մարդիկ աստծուց են, չէ՞ վախենում։ Ինչ որ մի բան պետք է անեն, չեն անում։ Այդ ամեն վախը որ կորի, նախագահից են վախում, չգիտեմ, իրանց թաղապետից են, ամեն մեկը ինչ-որ մի փոքր պետք է այդ վախի բանը ունենա, որ այդպես բաներ չանի։ Քան հարգի, հա, ինչքան հարգի, որ չանի, թեկուզ չվախի։ Կարծեմ խորենացին է հայոց պատմության մեջ է, որ ասում է ամոթն ու վախը ամեն տեղից դուրս է եկել։ 5-րդ դար։ 5-րդ դարից Հիմա եկել ենք մեր օրենը։ Հա, բողոքում են այդ բանից։ Չգիտեմ, երևի դպրոցներում, բուհերում, ամեն դեպքում ուսուցիչներ, դասախոսներ պիտի խոսեն դրա մասին, որ հայհոյելը նորաձև չէ։ Չէ, հիմա այս վերջերս կրթվելը նորաձև էր, եթե հիշում ես։ Հասկացանք, որ դա վտանգավոր բան է, ընտանիքներ են քանդվում, եթե կրթությունը նորաձև է։ Չնայած ասում են հետո միացան, այդ չի հարցը, բայց դա քեզ ինչ որ բան չի դարձնում, էլ ինչ որ տարբերվող, չգիտեմ, որովհետև բոլորը կարող են դա անել։ Դա քեզ չի տարբերում քո շրջապատից։ Եվ եթե տարբերում է լա, ապա վատ կոնտեքստում։ Հիմա եկել ենք կնենց որ լավ, ասում եմ լավ է հայոյում։ Հա, Ջիգարով է հայոյում, չգիտեմ, թազա բարերով է հայոյում, ինչ որ։ Հա բոլորս է հայոյել ենք փոքր ժամանակվանից, բայց ես հիմա էլ եմ հայոյում։ հակում,
Չէ, ես հիմա էլ մեքենա վարելիս Բաքում, չէ, կամ ինչ որ միտեղ ոչ կանանց ներկայության, ոչ բաների, այո։ Ախր սոցիալական կայքում երբ որ հայհոյում ես, դա արդեն ոնց ասեմ, sense կանչեն մի, չգիտեմ, 50,000 դիտում ունես, 50,000 հոգու sense դնեն երեխա, մայրեր, ընտանիքներ sense լսնեն, ասեն դե հիմա հայոյի։ Այդ մարդուն բերես դնես, այդ բոլորի առաջ, ասես նոր ինչ էր անում Facebook-ում, TikTok-ում, արի կանգնի բեմի վրա ու այս սաղի մոտ հայհոյի։ Կանի։ Չի անի, 99%-ը չեն անի։ Չեն էլ համարձակվի։ Բայց ընդ է կամերայի ցենկում նստած, ինչ ասես ասում է ու անպատասխանատու։ Հետո ես նկատել եմ, որ մենթալ խնդիրներ ունեցող մարդկանց են օգտագործում նաև հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց են օգտագործում, որ այս մարդիկ որոշ բաներ չեն կարող, հասկանում ես, ոչ չեն կարող պատկերացնել իրավիճակը, իսկ իրանց դիտումներն են ապահովում, չգիտեմ ինչերն են ապահովում։ Դե հա։ Արդեն քեզ հայոյել են կոմենտներում, քո Instagram-յան էջում երբևէ եղել է նման բան։ Հենց հայոյանք չեն գրել, բայց եղել է մի քանի հոգի վատ կոմենտ են գրել։ Վատ օրինակ ինչ վատ, օրինակ Ճիշտ ասած դու չար տղա ես, թե կոնտենտի հետ կոնկրետ նյութի հետ կապված։ Նյութի հետ երևի կապված, տենց չեմ հիշում ինչ էր գրել, այ ես ինչ որ մի բան գրել էր։ Իսկ դու ո՞նց ես պատասխանում ես, դու իրենց ես պատասխանում Ես նույն կերպ։ իրենց չեմ պատասխանում։ Հա։ Ես իրենց զանգում եմ։ Հա։ Եթե տենց դեպք կա եղել, մի քանի դեպք կա եղել, ես իրենց հենց զանգել եմ։ Հա։ Հենց Instagram-ով զանգել եմ կամ եթե զանգի հնարավորություն անջատած ա եղել իր մոտ, ասել եմ համարդ գրի։ Հա։ Թե չէ տենց որ իջնեմ իր մակարդակին կոմենտում ասեմ, սա դու ես, հանեմ նկարը դնեմ, ասեմ, նայեք, սա ինչ է գրել բան, դա տենց բաներ չեմ անում, զանգում եմ այդ տվյալ մարդուն, հետո խոսում եմ արդեն ինչ որ պետք է։ Հա, հասկացա։ Իսկ չես կարծում, որ ուղղակի պետքա ուշադրություն չդարձնել, բլոկել այդ մարդուն, ոչ թե բացական կոմենտ գրողին, այդ անընդունելի է, որովհետև եթե դու կոնտենտ ես ստեղծում ոչ թե քո ընկերների նեղ շրջապատի համար, այլ հա, շատ նորմալ է, որ քեզ չհավանի, հա, քո հետ համաձայն պետք է լինի։ հա, հա։ Չէ, բացասականները ես նորմալ եմ տանում, բայց երբ անգամ իրան են սկսում հայհոյել, տենում եմ կռիվ անդեր գնում, ես կոմենտները շատ քիչ եմ նայում։ Բայց մեկ-մեկ երբ որ աշկիս ընկնում եմ, տենում եմ ընդ շատ ինչ որ իրար նշած գրածա, նայում եմ, երկուսին է բլոկ եմ անում։ Հա, ուղղակի։ Հա, եթե սեռական բնույթի հայոյան կա, իրանց եմ բլոկ եմ անում, որ իրար էլ չկռվեն իրար հետ։ հա։ Այսինքն խաղաղություն ամենեցուն, հա։ Հա, այդպես է գալիս։ Դեռ ես խաղաղության մթնոլորտումը լեսովա մեր զրույցը ավարտենք։ Հա։ Ասենք որ մենք ոչ մեկի ոչ մի բան չենք ուզում սովորեցնել, մենք ուղղակի զրուցում ենք։ Զրուցում ենք։ Ով ում հետաքրքիր է, Ով կհասկանա, ով կընդունի։ Հա։ Մյուս անգամ ավելի բան տրենդային թեմաներ ընտրենք, էլի։ Ես այն որ մտնեն հայոյեն բան։ Մի հայոյեք։ Մի հայոյեք։